Բարև ձեզ, Ինստաֆեսի այս թողարկմանը դիտեք։ Բաքուն նոր անցյալ է հնարում Հայաստանի դեմ տարածքային նկրտումներ ներկայացնելով, Փաշինյանն անտեսում է զավթողական այդ քաղաքականությունը։ Քանի ազգային ժողովի դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քայլային ձև դա շարունակվելու է։ Բարձր դատարանի աղմկահարույց որոշումը սահմանադրական դատարանի դատավորներից 3-ը քաղաքական անցյալ ունեն, բայց միայն 2-ն են հեռացվել ընտրությունների արդյունքները բողոքարկող դիմումի քննությունից։ Եթե չափանիշ կա, ապա այն պետք է գործի բոլորի համար։ Շիշ նետելուց մինչև ջուր լցնել ավականու անդամների միջև վեճը ձեռնամարտի վերածվեց։ Ով է Արսեն Ամիրյանը եւ ինչու նրա անունը կրող փողոցը փոխվեց Պապ Թագավորի անունով։ Ես վստահ չեմ, որ այդ մարդը այն արժանինքները ունի։ Ալեն Սիմոնյանը հրաժեշտ կտա Պաշտոնին, ազգային ժողովի նոր նախագահը Թուրքիայի հետ բանակցողն է լինելու։ Ալեն Սիմոնյանը ուրախ ավտոբուսում այնքան պերաշկի ու կուկուռուզ կերավ Նիկոլ Փաշինյանի հետ, այնքան ջանք թափեց ու վերջում գցվեց։ UFC չեմպիոն Արման Ծառուկյանը քննադատության թիրախում Արցախի դրոշը մերժելու համար։ Բաքվից բացեիբաց հայտարարում են, թե արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է դառնա Հայաստանի հետ խաղաղության գործընթացում քննարկումների մաս։ Այս հայտարարությունը հնչեցրել է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Միլի Մեջլիսի падգամավոր Ազիզ Ալեքբերլին այս շաբաթ Բաքվում անցկացված Վերադարձ արևմտյան Ադրբեջան պատմական արդարության եւ մարդու իրավունքների վերականգնում խորագրով միջոցառման ժամանակ։ Ադրբեջանցի падգամավորը հայտարարել է, թե առանց այդ իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում կայուն եւ երկարատև խաղաղության մասին։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը հիմնվելով միջազգային իրավունքի վրա միջազգային կազմակերպություններից եւ համաշխարհային հանրությունից պահանջում է ճանաչել եւ ապահովել այդ մարդկանց իրավունքները։ Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս խաղաղության բանակցություններ են վարում։ Մենք կարծում ենք, որ այդ բանակցությունների շրջանակներում պետք է պարզաբանվի նաեւ արևմտյան Ադրբեջանից փախստականների վերադարձի հարցը։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա ու պարտավոր է հաշվի առնել տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողությունները։ Ադրբեջանի տարբեր շրջաններում մի քանի օր է Վերադարձ արևմտյան Ադրբեջան պատմական արդարության եւ մարդու իրավունքների վերականգնում խորագրով փառատոններ են անցկացվում եւ ուշադրություն այդ փառատոններն անցկացվում են Հայաստանի քարտեզի ներքո։ Ավելին այդ միջոցառումներին մասնակցել են այսպես կոչված Երևան մարզական ակումբի մարզիկները։ Երևան ասելով Բաքուն նկատի է ունենում Հայաստանի մայրաքաղաք Երևանը, այսինքն Ադրբեջանը տարածքային նկրտումներ է դրսևորում Հայաստանի նկատմամբ, բայց Հայաստանի կառավարությունը ոչ մի արձագանք չի հնչեցնում։ Սոցցանցերում բուռն քննարկումների տեղի էին տվել Ադրբեջանում անցկացված այդ փառատոնները, որի ժամանակ փաստացի տարածքային դրսևորումներ էին ներկայացվում Հայաստանին։ Այս քարտեզը Նիկոլի ձեռքի քարտեզն էր, որը ողջ քարոզարշավին բաժանում են ժողովրդին եւ ասում, թե մեր տարածքը սա է։ Երեք Ադրբեջանում պետական մակարդակով համաժողով է արվել եւ այս քարտեզը ներկայացվել է որպես արևմտյան Ադրբեջան։ Մեր ներկայիս տարածքները Ադրբեջանում իրենց ժողովրդին ներկայացնում են որպես արևմտյան Ադրբեջան։ Նրանցից, ովքեր ձեզ խաբում էին, թե Արցախը տանք Ադրբեջանը կհանգստանա, հիմա պատասխան պահանջեք։ Ամենօրյա մակարդակով Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվում եւ մշակվում է զավթողական հայեցակարգ, իսկ դրան անդրադարձող, դա կանխող այս պահի դրությամբ չկա։ Այս տգիտության գինը շատ թանկ է նստելու մեզ վրա։ Ինչպես է հնարավոր, որ սենց անթաքույց ճակատիտ ասեն, որ քո հետևից գալու են ու դու դա կանխելու համար ոչինչ չանես։ Ոչ միայն չանես, այլև այդ ասողին սարքես խաղաղության ջատագով։ Արևելյան հարևանը ներկայացնում է բացահայտ տարածքային նկրտումներ ու հավակնություններ։ Մի կողմ եմ դեռ թողնում, որ զավթված է պահում Հայաստանի Հանրապետության տարածքից 250 քառակուսի կիլոմետր, այնտեղ իրականացնում ամրաշինարարական աշխատանքներ եւ չի երևում, որ պատրաստվում է հեռանալ։ Եթե մեզ թվում է, որ լռելը արդարացված դիվանագիտություն է, ապա կարծում եմ, որ դա այլ ընկալում է ունենում Բաքվում։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը ընդդիմությանն էր մեղադրում ադրբեջանական նարատիվներ առաջ տանելու մեջ, երբ նրանք հայտարարում էին, թե Բաքվի նպատակը 300,000 ադրբեջանցիներով Հայաստանը լցնելն է, որը պետք է կանխել։ Փաշինյանն այդ ժամանակ վստահեցնում էր, թե Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ երբեք չեն քննարկել 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Եվ ես ուզում եմ ասել նաեւ, որ
Արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց եւ մնացած տեղերի վերադարձի հայերի վերադարձի հարց, որովհետեւ ակնհայտորեն երկու ուղղությամբ էլ քննարկումները ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա եւ մեկը մյուսին կարող են եւ հաճախ այդպես էլ պատահում է թեժացնում է։ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել էր ապրիլի 30-ին։ Ստացվում է Փաշինյանի այդ ժամանակվա տրամաբանությամբ Բաքվից հնչած արևմտյան ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի վերաբերյալ հայտարարությունները պրովոկատիվ ազդեցություն ունեն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա։ Բայց 2 ամիս անց Փաշինյանը խուսափում է այդ նույն գնահատականը հնչեցնելուց, բավարարվում է միայն այդ փառատոնների անցկացումը անընդունելի համարելով եւ Սփյուռքին մեղադրում Բաքվից նման հռետորաբանությամբ հայտարարություններ հնչեցնելու համար։ Իհարկե լռության է մատնվում այն, որ ընդամենը 10 օր առաջ հայկական կազմակերպությունները օրակարգ են մտցրել հարց, որը ըստ էության վերաբերվում է Ղարաբաղյան շարժման շարունակությանը։ Քանի ազգային ժողովի օրինակ դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի այդ խոսույթը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, այդ հայլայն ձևով դա շարունակվելու է, դա ընդամենը մեկը մյուսին պայմանավորող գործոն է։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Փաշինյանին մեղադրում է Ալիևի փաստաբանը լինելու մեջ։ Ըստ նրա բոլոր նրանք, ովքեր ասում են, որ արևմտյան Ադրբեջան զավթողական հայեցակարգը Ադրբեջանի ղեկավարության կողմից դրվել է շրջանառության մեջ ի պատասխան Արցախի հիմնահարցի, կամ տգետ է եւ թեմայի մասին որևէ գիտելիք չունի, կամ Ադրբեջանի փաստաբանն է հայ հանային դաշտում։ Արևմտյան Ադրբեջան զավթողական հայեցակարգն Ադրբեջանի ղեկավարության կողմից շրջանառության մեջ դրվեց 2022 թվականին Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց անմիջապես հետո։ Ընդ որում դրա մասին նույն Ալիևը ուղիղ տեքստով հայտարարել է. այժմ երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը, բայց մենք չպետք է ժամանակ վատնենք։ Ի հիշեցում ասեմ, որ այդ ժամանակ Արցախի հայերը դեռևս էթնիկ զտման չէին ենթարկվել։ Իրենք ապրում էին իրենց հայրենիքում ու չկար վերադարձի իրավունքի հարց, ուստի չի կարող դա լինել որևէ հայելային պատասխան։ Ավելին, իրավունքի դաշտում միջազգային դատարանները մերժել են Ադրբեջանի դիմումները, ուստի այդ թեման փակված է այդ տիրույթում։ Բայց քանի որ Ադրբեջանը ագահ է, տեսնում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների իրենից լիարժեք կախվածության մեջ լինելը, ասում է, բայց ինչի՞ չէ որ մեկ է ոչ դեմն առնող կա, ոչ հակադարձող փոխարեն է իշխանության մեջ ու բազմաթիվ փաստաբաներ եւ հոգեբաններ ունի։ Չնայած Փաշինյանը Բաքվից հնչած հայտարարությունները պայմանավորում է Սփյուռքի խոսույթով եւ գործողություններով, այդուհանդերձ ստացվում է, որ Բաքուն պետական մակարդակով Հայաստանի տարածքների նկատմամբ զավթողական նկրտումներ ունի եւ Երևանը դրանք անտեսում է։ Մինչդեռ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պնդում է, այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի հարցը իշխանություն ընդդիմություն քննարկման վիճաբանության առարկա դարձնելուց պետք է հրաժարվել եւ այն դարձնել Հայաստան-Ադրբեջան վիճաբանության առարկա։ Արձագանքել ադրբեջանցիների խոսույթին եւ գործողություններին Միացյալ Նահանգներում, եվրոպական երկրներում նրանց գործունեությանը։ Ադրբեջանցիների Հայաստան բնակեցման հարցը դա Ադրբեջանի պետական ծրագիր է։ Արդյոք սա մենք չենք տեսնում, արդյոք սա ակնհայտ չի։ Սա ընդդիմություն, իշխանություն հարց չի, սա Հայաստանի ազգային անվտանգության հարց է։ Եթե սրա առաջ մենք չառնենք հիմի մոտ աբակային, չգիտեմ, թեգուզ եւ 10 միակ, բայց դա պատմության գրվածքով ժամանակահատված չի, դա ակնթարթ է։ Մենք տեսնելու ենք, որ Հայաստան պետությունը ինքը արդեն հայկական տարածք չի։ Մենք կարող է մեր մեծամասնությունը մեր հայրենիքում կորցնենք։ Մինչ Հայաստանի կառավարությունը մատների արանքով է նայում Բաքվի զավթողական քաղաքականությանը, Ադրբեջանը ջանքեր է գործադրել Միացյալ Նահանգների կոնգրեսի շենքում միջազգային համաժողով անցկացնել այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի թեմայով։ Հայաստանի կառավարություն հրաժարվում է անցյալից հայ ժողովրդին համոզելով, որ մենք ենք խնդիրը, որ մեզ վրա հարձակվել են։ Ադրբեջանի կառավարություն հնարում է նոր անցյալ ու ամբողջ աշխարհին նախապատրաստում իր
հետագա պահանջներին։ Ստացվում է Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջից բացի Բաքուն Միլի Մեջլիսի պատգամավորի մակարդակով նոր, այսպես կոչված վերադարձի իրավունքի պայման է դնում Փաշինյանի առաջ։ Ընտրության արդյունքները բողոքարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությանը չեն մասնակցում Սահմանադրական դատարանի դատավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Արտակ Զեյնալյանը։ Նրանք ըստ բարձր դատարանի կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրան ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Վլադիմիր Վարդանյանը մինչև Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ համանուն խմբակցության անդամ էր, իսկ Արտակ Զեյնալյանը Հանրապետություն կուսակցության անդամ էր։ Ընտրությունների արդյունքները վիճարկող 7 ուժերից մեկն էլ հենց Հանրապետություն կուսակցությունն է։ Խորհրդարան անցած, բայց ընտրության արդյունքները բողոքարկող Հայաստան Դաշինքի կարծիքով որպես կողմ հանդես եկող անձի, նրան ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ունի նաև Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը, որը 2021 թվականին, երբ Սահմանադրական դատարանի դատավոր չէր, ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ։ Հիմա հունիսի 7-ի ընտրական արդյունքները դատարանում վիճարկող ուժերից մեկն էլ հենց Արման Բաբաջանյանի հանուն Հանրապետություն կուսակցությունն է։ Ստացվում է, որ դատավոր Սեդա Սաֆարյանը պետք է որոշում կայացնի նաև իր նախկին քաղաքական գործընկերոջ գործով, բայց Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ Հայաստան Դաշինքի դիմումը, քանի որ դատավորներից որևէ մեկը այդ հարցը չի բարձրացրել, ինչը ըստ Սահմանադրական դատարանի պահանջվում է օրենքով։ Բայց այս գործով մի հետաքրքիր հանգամանք կա։ Սահմանադրական դատարանից ավելի ուշ տեղեկացրել էին, թե Սեդա Սաֆարյանի հարցը նույնպես դատավորները քննարկել են այն նույն հունիսի 21-ի նիստում, որում Վլադիմիր Վարդանյանի եւ Արտակ Զեյնալյանի մասնակցության անհնարինության մասին որոշում էին ընդունել։ Դատավոր Սեդա Սաֆարյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումը չի ընդունվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն չի ստացել Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքով նախատեսված թվով դատավորների կողմ ձայները։ Սեդա Սաֆարյանի Սահմանադրական դատարանի նիստին մասնակցելու որոշմանը Հայաստան Դաշինքից պատգամավորի թեկնածու Նարեկ Մանթաշյանն էր արձագանքել։ Եթե երկու դատավորների դեպքում անաչառության վերաբերյալ կասկածներն այնքան հիմնավոր են համարվել, որ նրանք դուրս են մնացել քննարկումներից, ապա ինչպես է ստացվում, որ նույն Սահմանադրական դատարանում որևէ խնդիր չի տեսնում Սեդա Սաֆարյանի մասնակցության մեջ, որի քաղաքական դիրքորոշումն ու իշխանության հետ ակնհայտ նույնականացումները տարիներ շարունակ եղել են հանրության քննարկման առարկա։ Եթե չափանիշ կա, ապա այն պետք է գործի բոլորի համար։ Եթե չկա, ապա ստացվում է, որ որոշ դատավորների նկատմամբ կիրառվում է մի մոտեցում, իսկ մյուսների նկատմամբ լրիվ այլ։ Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին է սկսել քննել ընտրության արդյունքները բողոքարկող 7 քաղաքական ուժերի դիմումները։ Սահմանադրական դատարան դիմաց ուժերից երկուսը, Ուժեղ Հայաստան եւ Հայաստան Դաշինքները, անցել են խորհրդարան, մյուս 5 ուժերը ոչ։ Այս ուժերը պնդում են, որ հունիսի 7-ին անցկացված ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման եւ ընտրախախտումների պայմաններում։ Սահմանադրական դատարանը ունի մեկ առաքելություն՝ արձագանքելու եւ արձանագրելու այն զանգվածային եւ կազմակերպված բնույթ կրող ընտրախախտումների փաստը, որը իսկապես ակնհայտ է բոլորի աչքի առջև է եղել թե ատելության խոսքը, թե վարչական ռեսուրսի չարաշահումը, թե ընդհանրապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախության իսպառ դեֆիցիտը։ Ի պաշտպանություն քաղաքացիների քվեների Սահմանադրական շենքի մոտ հունիսի 26-ին հավաք էր անցկացվել։ Սա հնարավորություն է Սահմանադրական դատարանին ապացուցելու, որ ինքը այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ եւ ի վիճակի է պահպանելու երկրի սահմանադրությունը։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը, վերցնում ենք մանդատները, չենք վերցնում, եթե վերցնում ենք ինչ օրակարգով, եթե գնում ենք խորհրդարան, առնվազն ինչ ճանապարհային քարտեզ ենք պատկերացնում եւ գնալու դեպքում ինչ օրակարգով, ինչ քայլերով, ինչ ռեժիմով, ինչ ենք անելու, չգնալու դեպքում ինչ ենք անում։
Սահմանադրական դատարանը պարտավոր է այս գործը քննել եւ որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն բարձրագույն դատարանը կամ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կամ անվավեր ճանաչելով այն 3 հնարավոր որոշում կայացնի։ Առաջին՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, երկրորդ՝ անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգը եւ երրորդ՝ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Երևանի ավականու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկրտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով։ Գործով այս պահին մեղադրյալ չկա, ծեծկրտուքին մասնակից Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել։ Ծեծի հետևանքով նրա ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխվել էր հիվանդանոց։ Հունիսի 23-ի ավականու նիստին իշխող եւ ընդդիմադիր խմբակցության անդամների միջև ծագած վեճը ծեծկրտուքի էր վերածվել Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ելույթից հետո։ Այդքան վստահեիք ձեր վրա, այդքան այդ պորոտախոսության տակ գոնե այսքան իրականություն կար, գայք ցույց տայք, որ դուք դաշինք եք, ասում եք միավորում ենք, տապան ենք կառուցում, եկել եք 3-4 ուժով, ասել եք մենք կուսակցություն ենք, կուսակցության ցանկը բացում ես, առաջին 3 տեղերում 3 տարբեր կուսակցության առաջին դեպքեր են, դաշինք չեք դուք։ Իրավիճակը սրվել էր, երբ մյուս փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որն այդ պահին փոխարինում էր քաղաքապետ Տիգրան Ավինյանին եւ նիստ էր վարում, Մայր Հայաստան խմբակցության անդամներին հորդորել էր լռել, հիշեցնելով, որ Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նախընտրական քարոզչության ժամանակ կալանավորվել է պետական դավաճանության հոդվածով։ Դուք գնացեք ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից էլ վերվեր չթռնեք ելույթների ժամանակ։ Սուս կմնաք ելույթների ժամանակ, Արմենակ Դանելյան, ձենը տիչսրա։ Արա լսի այդտեղ են, դու ես այդտեղ արա, հանգստացու դավայս դուս։ Դուրս կելնես կասեմ քեզ ինչ կլինի, Արմենակ Դանելյան։ Վեճը վերածվել էր ձեռնամարտի, երբ իշխող խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը շիշ էր նետել Մայր Հայաստան խմբակցության անդամների ուղղությամբ։ Ամեն ձեները թելեկադրեք մի հատ։ Ձեռնամարտը շարունակվել էր ավականու նիստերի դահլիճից դուրս։ ԿՊԱ-ական ավականու անդամը իր կողմից շիշ շպրտելը հանդարտության կոչ էր որակել։ Իմ շիշ շպրտելը, ինչպես դուք եք ասում, չի ուղղված եղել կամ միտված եղել ինչ-որ մեկի, հանդարտության կոչ ա եղել, կարելի ասել ու սեղանին է շիշը դիպչել, այսինքն ինչ-որ անձի չի դիպչել շիշը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ անձամբ էր փորձել հանդարտեցնել կռվի կողմերին, ավելի ուշ ավականու նիստերի դահլիճում որդեգրելով Փաշինյանի ոճը ընդդիմությանը մեղադրել էր ընտրակաշառքի միջոցով քվեներ ստանալու համար։ Կաշիներդ քերթվելու է, բոլոր ընտրակաշառք բաժանողներինը, բոլորինը ու այո պարոն Թորոսյան այնց կոնկրետ ընտրակաշառք բաժանողներինը, ովքեր որ այս պետության դեմ փորձել են հանցանք գործել եւ փաստացի չի ստացվել, կաշիները քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ, այս ձեր աչքի առաջ, դուք էլ ծափեք տալու։ Ծեծկրտուքից անմասն չէին մնացել նաև ավականու կին անդամները։ Քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիա կազմած Հանրապետություն խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նախ շիշը, ապա բաժակի ջուրն էր նետել Մայր Հայաստան խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ուղղությամբ։
Ավականուն նիստին իշխող եւ ընդդիմադիր անդամների միջև ծեծկրտուքը լայն քննարկումների տեղի էր տվել։ Այսօր Երևանի ավականում ընդդիմադիրների նկատմամբ կիրառված ծեծ ու ջարդը նախերգանքն է ու ցուցադրական նախազգուշացումն այն կանոնավոր թուրքավարի բռնությունների, որոնց գրեթե առօրյա ռեժիմով ենթարկվելու են մանդատները վերցրած եւ ազգային ժողով մտած ընդդիմադիրները։ Ահա այսպիսին է լինելու ազգային ժողովում ընդդիմության արդյունավետ աշխատանքը եւ դրա շոշափելի արդյունքները, եթե այդ ուժերը այնուամենայնիվ որոշեն իրենց ներկայությամբ լեգիտիմացնել կեղծված ընտրությունների արդյունքները։ Այդ դեպքում մեզ կմնա միայն մաղթել բարի ճանապարհ։ Հունիսի 7-ի ընտրություններով լեգիտիմության վերջին նշույլները կորցրած ԿՊԱ-ականների մոտ խուճապահար տրամադրություններ են։ Իշխանությունը պահելու համար պետք է կոշտացնեն ավտորիտար համակարգը, որի ռեսուրսը չունեն։ Երևանի ավականում մեծամասնությունը փաստորեն շքեղ ծեծկրտուկով այսօր նշանավորեց Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով անվանակոչելը։ Իհարկե, ծեծկրտուկը թե վավերագրության, թե գեղարվեստի իմաստով որևէ կերպ համարժեք չէ ծիրավիճակատամարտին, բայց մղումը հիրավի արժանի է դրվատանքի։ Զրո արժե համակարգ, սարսափելի լպիրշ խոսույթ ու վարքագիծ։ Սա է այսօրվա իշխանության ու նրա դրածոների դեմքն ու էությունը։ Սրանք այդպես էլ չընկալեցին, որ իրենք միայն իրենց նման զանգվածի քաղաքապետն ու վարչապետը չեն, ցավոք սրտի, որ իրենց հետևում են նաև բարձր կենսամակարդակ ու դաստիարակություն ստացած մարդիկ, ցավոք նաև երեխաներ ու դեռահասներ։ Կլինի ձեր պահվածն ու բառապաշարը ձեր տանը պահեք, ձեր 4 պատի մեջ։ Մենք չենք կարող ընկալել ձեր լեքսիկոնն ու հայհոյանքները, փնթի կանանց լպիրշ վարքագիծը։ Սարգիս Տեր-Եսայանը, որ այս ծեծկրտուքի ժամանակ մարմնական վնասվածք էր ստացել, կարծում է, որ իշխանությունը կանխամտածված այս միջադեպով վախի մթնոլորտ է փորձել ստեղծել։ Ասում են դուք գալու եք դառնաք բոքսի տանձեր, ու իրանք այդ բոքսի տանձ խոսույթը, այդ երևույթը բերեցին ավականի, որ մեզ ծեծեն, որպեսզի ցույց տան, վախեցնեն, որպեսզի ազգային ժողովի այս նոր падգամավորները վախենան։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Երևանի ավականու նիստում տեղի ունեցած ծեծկրտուքը մտահոգիչ է համարել մարդու իրավունքների տեսանկյունից եւ անհամատեղելի ժողովրդավարական կառավարման եւ քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ։ Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են բռնությունն ու անհանդուրժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձև, այլ նաև խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման ամբողջ համակարգի զարգացմանը։ Այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է։ Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվել է Պապ Թագավորի անունով, որոշումը կայացվել է Երևանի ավականու այս շաբաթ տեղի ունեցած նիստում, չզեկուցվող հարցերի փաթեթում։ Ավականու ընդդիմադիր անդամները պահանջել էին, որ նախագիծը զեկուցվի, բայց ապարդյուն հարցը մնացել էր չզեկուցվող հարցերի փաթեթում։ Ամենայն հարգանքով Ամիրյանների բոլոր սերունդների եւ ժառանգների նկատմամբ, բայց ես վստահ չեմ, որ այդ մարդը այն արժանինքները ունի, որ Երևանին հրապարակին կից փողոցը իր անունով անվանակոչված լինի։ Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով անվանակոչելու որոշումը տարբեր մեկնաբանությունների տեղի էր տվել սոցցանցերում։ Ամիրյան փողոցը տարիներ առաջ արդեն իսկ անվանափոխվել էր հայոց Վրամշապուհ Արշակունու արքայի անունով, սակայն որոշ ժամանակ անց փողոցը կրկին վերադարձավ հին անվանակոչմանը, քանի որ մարդկանց համար այն շարունակեց մնալ Ամիրյան փողոց։ Փողոցը հիմա էլ հայոց Պապ Արշակունու արքայի անունով փոխելը մի տեսակ չափազանց քաղաքականացված է հնչում, եթե չասեմ, որ թվում էր հենց Պապ արքայի անունով է անվանակոչվել բացառապես այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը իրեն փորձում է անհաջող նմանեցնել հայոց Պապ արքայի հետ։ Մինչդեռ Ամիրյան փողոցը վաղուց էր կտրել իր կապվածությունն Արսեն Ամիրյանի հետ։ Այն ուղղակի երևանցիների սիրելի Ամիրյան փողոցն էր ու շատ երկար է մնալու հենց Ամիրյան։ Պատմությունը քերել ջնջելը ամենահեշտ բանը չէ։ Էլ չասեմ, որ երբեմն դա անիմաստ գործողություն է։ Եթե մենք անվանափոխում ենք Ամիրյան փողոցը, որովհետև Արսեն Ամիրյանը եղել է բոլշևիկ, ապա պետք է քանդենք նաև մետրոն, Երևանի գրեթե բոլոր ենթակառուցվածքներն ու ընդհանրապես մայրաքաղաքը հողին հավասարեցնենք ու սկսենք նոր քաղաք կառուցել, որովհետև ներկայիս Երևանը խղճուկ գյուղաքաղաքից կառուցվել ու քաղաքի տեսք է ստացել այդ նույն բոլշևիկների ու ԽՍՀՄ-ի օրոք։ Նույն տրամաբանությամբ պետք է անվանափոխենք մեր մարշալների եւ զորավարների հետ կապված ամեն ինչ,
Դե իրենք էլ ԽՍՀՄ զինվորականներ էին, մեր անկախությանն ու ինքնիշխանությանը դա հակասում է։ Պետք է կարողանալ նախ իմանալ, իսկ հետո գնահատել սեփական պատմությունդ, որովհետև ընդունում ենք, թե չենք ընդունում, բայց դա մեր պատմությունն է։ Պապ թագավորի մասին հիշատակումներ մշտապես անում է Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական ելույթներում։ Նա իրեն համեմատում է Պապ թագավորի հետ։ Պապ թագավորը այլևս չի սպանվելու, եւ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ երաշխավորում եմ սա, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու, ինչ վեղարել ուզում են բան անեն, հագնեն։ Քանի կիլոանոց, քանի ինչ մետաղից խաչ ուզում են դոշներից կախեն։ Պապ թագավորը չի սպանվելու։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը իրագործումն է Պապ թագավորի երազանքի եւ այդ երազանքը իրագործվել է եւ այդ երազանքը այլևս որևէ մեկը չի կարող սպանել։ Պատմաբան Արմեն Այվազյանը չնայած ողջունում է Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով կոչելու Երևանի ավականու որոշումը, սակայն ընդգծում է, որ Փաշինյանը եւ Պապ թագավորը հակապատկերներ են։ Բարդագույն արտաքին եւ ներքին պայմաններում Պապ թագավորը բարձրացրեց մեծ հայկի թագավորության անկախության դրոշը եւ անձնուրացաբար պայքարեց նրա ազատության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնման համար։ Փաշինյանը ընդհակառակը բարձրացրել է կապիտուլյացիոն դրոշը եւ պայքարում է արդեն բուն Հայաստանի գաղափարի, նրա պատմության եւ հազարամյա խորհրդանիշների դեմ որդեգրելով հայ-ասպան թշնամիների խոսույթն ու գաղափարախոսությունը։ Պապի օրոք Հայաստանը լիովին ազատագրվեց, մինչդեռ Փաշինյանի իշխանության տարիներին Հայաստանը ենթարկվեց բռնազավթման ու մասնատման, իսկ հայոց Արցախ աշխարհը ամբողջությամբ հայաթափվեց եւ դարձավ ցեղասպանության քաղաքականության զոհ։ Պապ թագավորի օրոք հայոց բանակի նոսրացած շարքերը վերականգնվեցին։ Նրա թվաքանակը քառապատկվեց կամ հնգապատկվեց, հասնելով նախկին 100-120 հազար ուժին։ Փաշինյանի օրոք ընդհակառակը հայկական բանակի թվաքանակը դիտավորյալ կերպով զգալիորեն կրճատվել է։ Բոլշևիկ հեղափոխական լրագրող հրապարակախոս Արսեն Ամիրյանը Բաքվի 26 կոմիսարներից մեկն էր։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը անդրադառնալով հարցին, թե ինչու է նրա անունը կրող փողոցը անվանակոչվել Պապ թագավորի անունով, նշում է, որ Ամիրյանը դուր չի գալիս Ալիևի ռեժիմին, ինչը նշանակում է, որ դուր չի գալիս նաև Փաշինյանին։ Ալիևյան ռեժիմը հորինել է 1918 թվականի Բաքվի ցեղասպանությունը, իսկ մեղավոր է հայտարարել Բաքվի Կոմկուսի հայերին, այդ թվում Ամիրանին։ Բացի այդ, ադրբեջանական քարոզչությունը մյուսներից առանձին հռչակել է թշնամի հեծելազորային ջոկատի հրամանատար Թադևոս Ամիրանին, Արսեն Ամիրանի եղբորը։ Այդ իսկ պատճառով այդ անվանափոխությունը երկու ենթատեքստ ունի՝ հեռացնել Ամիրանին որպես Բաքվի հայերի խորհրդանիշ եւ նրանց դերը Բաքվի կոմունայում որպես նյարդայնացնող գործոն Ալիևի եւ նրա այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների համար, իսկ մյուս կողմից Պապ թագավորը խորհրդանշում է եկեղեցու դեմ պայքարը, ինչը նույնպես հասկանալի է Հայաստանի ժամանակակից քաղաքական համատեքստում։ Իդեպ 2017 թվականին այդ նույն Նիկոլ Փաշինյանի ելք խմբակցությունը փորձել էր Ամիրյան փողոցը նորից վերանվանել Վրամշապուհ թագավորի անունով, սակայն այն ժամանակ իշխանությունը մերժել էր այդ նախագիծը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ազգային ժողովի նախագահի թեկնածու։ Խորհրդանի խոսնակի համար պայքարում էին 3 թեկնածու՝ գործող ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում է Ռուբինյանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել 9-րդ գումարման խորհրդանի խոսնակի թեկնածու։ Շոյված եմ արդյունքից, այսպես ասեմ, եւ վստահությունը ինձ համար շատ պարտավորեցնող է։ Ալեն Սիմոնյանը, որ միշտ աչքի է ընկել Փաշինյանի պաշտպանի դերում, փաստացի չկարողացավ պահպանել իր պաշտոնն ու դիրքը իշխանության ներսում։ Նա քաղաքացիական պայմանագիր վարչության նիստից հետո հեռացել է առանց լրագրողների հարցերին պատասխանելու։ Ի տարբերություն Հայկ Կոնջորյանի, որը անմիջապես էր Facebook-յան իր էջում շնորհավորել Ռուբեն Ռուբինյանին, Ալեն Սիմոնյանը շնորհավորել էր հաջորդ օրը։ Շնորհավորում եմ իմ գործընկեր
Տեր Ռուբեն Ռուբինյանին քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կողմից ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահի տեխնացու ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը հանուն Հայաստանի Հանրապետության։ Ալեն Սիմոնյանը ըստ մամուլի հրապարակումների հնարավոր է փոխարինի Վահագն Խաչատուրյանին Հայաստանի նախագահի պաշտոնում, որը արարողակարգային պաշտոն է։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը պատահական չի համարում, որ ազգային ժողովի նոր նախագահի հարցում Փաշինյանը գնացել է փոփոխության եւ իրեն ամեն հարցում աջակցած ու ամեն հարված իր վրա վերցրած Ալեն Սիմոնյանին փոխարինել է Ռուբեն Ռուբինյանով։ Ըստ նրա այդ եռյակից ամենից վստահելին Նիկոլ Փաշինյանի համար եղել է հենց Ռուբեն Ռուբինյանը, որը նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է։ Ընդհանուր առմամբ ներիշխանական հարաբերությունների դաշտից դուրս սկզբունքայնորեն իհարկե որևէ նշանակություն չունի, թե ով է ընտրվելու ազգային ժողովի նախագահ, որովհետև 3 թեկնածուներից ով էլ լիներ ընտրվողը, միևնույն է նա կատարելու էր Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքը։ Մնացյալը կլիներ արդեն անձնական տիրույթում։ Մեկին շատ կհամակրեին կամ հակակրեին, մյուսին քիչ։ Հայաստանում չկա խորհրդարանի մեծամասնություն, կա Նիկոլ Փաշինյանի կուսակցական ենթականեր։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի տեխնացությունը մերժելը սոցցանցերում տարբեր մեկնաբանությունների տեղի էր տվել։ Զոոպարկում այսօր թեժեր։ Բեդնի օլենյ։ Ալեն Սիմոնյանը ուրախ ավտոբուսում այնքան պերաշկի ու կուկուռուզ կերավ Նիկոլ Փաշինյանի հետ, այնքան ջանք թափեց ու վերջում գցվեց։ Հայաստանի Հանրության համար կապ չունի, թե ով է լինելու ազգային ժողովի խոսնակ։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանում խորհրդարանը կառավարությանը, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանին կից մարմին է։ Հարցեր լուծողը Փաշինյանն է։ Խորհրդարանը լոկ օրենքներ դակող է, խոսելու լեզվակռվի տեղ է։ Ռուբեն Ռուբինյանը ազգային ժողովի նախագահ դառնալով հնարավորություն կունենա իր մտերիմներին ազգային ժողովում տեղավորել պարապ բարձր վարձատրվող պաշտոնների, նրանց պետբյուջեի հաշվին կտանի արտասահմանյան թանկ, սակայն պետության շահի տեսանկյունից անօգուտ գործուղումների։ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կկայանա նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում, տվյալ դեպքում օգոստոսին։ Տեխնացու կարող են առաջադրել բոլոր խմբակցությունները։ Խոսնակն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, падգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ունենում է 3 տեղակալ, որոնցից մեկը ընդդիմության կազմից։ Համացանցում այս շաբաթ տեսանյութ էր տարածվել, որում UFC թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանը հրաժարվել էր վերցնել Արցախի դրոշը։ Հայտնի մարզիկի այս պահվածքը բացասական արձագանք էր ստացել սոցցանցերում։ Օգտատերերը քննադատել էին Արման Ծառուկյանին։ Արցախի դրոշից ֆոբիա ունեցող հերթական նիկոլական աստղը։ Արման Ծառուկյանը ոչ միայն հրաժարվում է ձեռքը վերցնել Արցախի դրոշը, այլև այն համարում է ոչ հայկական։ Եթե սա պատահականություն է կամ հայոց պատմության չիմացություն, պատմեք այս տղային, թող դասեր ստանա։ Բայց եթե գիտակցված դիրքորոշում է, ապա առավել մտահոգիչ է, որովհետև Արցախի դրոշը պարզապես կտոր չէ։ Այն տասնամյակների պայքարի, զոհողությունների եւ հազարավոր հայերի ինքնության խորհրդանիշն է։ Արցախի դրոշը ոչ հայկական համարելու համար պետք է չճանաչել սեփական ժողովրդի պատմությունը։ Հանուն այս դրոշի նահատակվել են հազարավոր երիտասարդներ։ Զզվելի է։ Նողկալին նաև կողքի կերպարն է, որն առաջարկում է Արմանին տալ Հայաստանի դրոշը։ Իսկ Արցախի դրոշը հայկական չէ, այ ողորմելի։ Իսթաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։